Հողերի Արցախի օկուպացիայի հայաթափումը հիշելուց ուզում եմ երկու որակական համեմատություններ անել, ինչ ենք արել մենք եւ ինչ արել քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը։ Արցախի հայաթափումից հետո մեր ամբողջ թիմը օրերով մեր հայրենակիցների տեղավորման հարցով էինք զբաղվում։ Ես հիշում եմ գիշեր-ցերեկ մենք այդ գործի վրա էինք։ Ու չէինք քնում ու ահավոր ստրեսային էր։ Գիտեք ինչն էր ամենաստրեսայինը։ Երբ որ Տաշիրում էինք գտնվում ու արցախցիները գալիս էին, երևի ամեն երրորդ մեքենան որ գալիս էր կամ չորրորդ, հայրը մեքենայում չէր։ Նկար էին բերում։ Հոր նկարը ու պապի նկարը մեկ-մեկ։ Գալիս էր մայրը, երեխաները եւ ամուսնու մայրը։ Ամեն երրորդ, չորրորդ ընտանիքը անհայր էր գալիս։ Ու այդ օրերը, այդ ապրած պահերը մենք չենք կարող մոռանալ։ Ես չեմ կարող անձամբ մոռանալ այդ պահերը։ Ու իմ կյանքի ամենամեծ հարվածներից մեկը այդ օրերն ա եղել։ Իսկ ինչ է արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ես այսօր մի հատ բան եմ պատրաստել, որ մեր հասարակությունը մարդկանց դեմքերը ճիշտ ճանաչի, էլի, ոչ թե խոսքերով ճանաչի, այլ իրական դեմքերով։ Ես բերել եմ 23 թվականի Արցախի դեմ սկսված ագրեսիայից հետո ազգային ժողովի նախագահի հրամանագիրը, որով նա պարգևավճարներ է բաժանում падգամավորներին եւ աշխատակազմին ազգային ժողովի։ Սա կարող են մեր հայրենակիցները տեսնել, երբ մենք գիշերները չէինք քնում, այդ ամբողջ ստրեսի մեջ, ամբողջ այդ ծանրության մեջ ազգային ժողովի նախագահի ձեռքը գնացել է, պարգևավճարներ է վճարել падգամավորներին 2 ամիս հետո, երբ 100,000 մարդ այստեղ անտուն էին, պարգևավճարներ է վճարել իրենց падգամավորներին։